թևատակերից հոտ է գալիս, տնող մարդ ես, խայտարակվում ես, լսեք, որտեվ ես հիմա սկսում եմ իմ հիգիենայի շարքը։ Հավետ շնորհակալ եմ հայտնում այն մասնագետին, այսինքն այն մաշկաբանին, ով ասաց, որ եթե ձեր թևատակից հոտ է գալիս, անկախ նրանից անտիպիրսպիրանտ եք քսում, չեք քսում, որը 10,000 անգամ լվանում եք, փորձեք շաբաթական 2-ից 3 անգամ գիշերը լողանալուց հետո մաքուր չոր վիճակում թևատակի հատվածին քսել գլիկոլաթթու։ Ինձ թվում է բոլորդ այս բրենդը ծանոթ է, The Ordinary-ից կարող եք Sephora-ից գնել, եվրոպական լիքը կայքերում կա, նույնիսկ շոփեջերից կարող եք գնել։ Amazing, okay։ Կարող եք նույնիսկ հետո դեզոդորանտ չքսել, բայց շատ է օգնում։ Եվ խոսքը գնում է թևատակի հոտից եւ այլն, լինում է չէ, որ ուղղակի արդեն խայտարակվել բրծել եք ու ձեր հագուստի վրայից այդ հոտը գալիս է ու ոչինչ չի Stuffy լվացքի հեղուկը միակն է, թերևս իմ փորձածներից, okay, կռիվ չանեք հետս, որ անցկացնում է այդ բույրը ձեր վերնաշապիկից։ Բոլորը փորձել եմ, չեն անցկացնում, սա անցկացնում է։ Մոտավորապես 3000 դրամ է, մոտավորապես սուպերմարկետներում կա, կամ կարող եք հենց Pink Stuff-ից գիտեք քանի հատ ունեմ ես շշելից, մոտ մի րոպե, էլի մի րոպե։ 1 2 3 4 Սա մարդկասի չեմ հասկանում, դու չես լողանում։ Շաբաթական 2-ից 3 անգամ գլիկոլաթթու եք քսում թևատակի հատվածին, չոր, մաքուր լվացած վիճակում, գիշերը քնելուց առաջ լվանում եք Pink Stuff-ի լվացքի հեղուկով, որովհետև միակն է, որը անցկացնում է այդ անասուն հոտը, okay։ Всё։ Ամենահոտն ենք, ամենալավն ենք լինելու այս տարի ամռանը։ Всё, էլ չենք խայտարակվում, փակագծերը